Այսօր ինձ բախտ վիճակվեց կամուրջը մեկ անգամ եւս ոտքով անցնել, բայց այս անգամ այս կողմից ավելի ուշադիր եմ։ Ես այդտեղ զուգարան չեմ տեսնում, շարժական զուգարան կամ ջրի, հա, այստեղ մի հատ այսպես բան ա դրած, երևի սա է իրան զուգարանը, անցյալ անգավորեն բավոր ասում էր զուգարան էլ ունենք, դուշ էլ ունենք, այս իրան զուգարան դուշն է երևի, ջուր խմելու բան չկա, աշխատանքները շարունակվում են, ասֆալտ են արել այստեղ, ասֆալտը շատ փափուկ է կասկածելի ոտքից տակ, այն ճանապարհն էլ արել երևի, այն կողմը չգիտեմ, այս անգամ այն կողմը փակ է, անցյալ անգամ այն կողմով էի գնում, այս անգամ այս դժվարանում եմ ասեմ, հյուսիսն է, հարավն է, շատ ճիշտ ասած առաջի տպավորությունը ասֆալտի որակը ոտքերից տակ որ զգում եմ դուրս չի գալիս։ Այն մի հատ լավ երիտասարդ ունենք, որ ցույց է տալի քաղաքապետարանին ինչ անորակ ասֆալտ անում, շուտով ինձ թվում է մի որոշ ժամանակ հետո ինքը հայտվի այստեղ ու ցույց կտա թե ասֆալտը ինչ հեշտությամբ քանդվում է։ Ինձ տենց է թվում։ Սենց որ հիմա ես էլ կանգնեմ, ասենք, ուշադիր սենց մոտիկ աստեմ խցիկը նկարեմ, դուք էլ կհամոզվեք, որ ասֆալտի որակը մի քիչ այն չի, կարող է վրայից նորից ինչ-որ բան են անելու, վրայից մանրահատակ են անելու, հա, չեխական կաֆել են անելու վրայից ուրիշ բան, ես սրանք են նոր, բայց ճաղավանդակների վրա այստեղ աշխատանք չկա, չեմ տեսնում, սա հին փտած վիճակն է, կարող է հետո դա անեն, եւ իհարկե ինքնասպանություն գործող մարկանց ոնց ասում, ճանապարհը դեռ բաց է։ Ու ներքևն էլ հələ չէի տեսել, այնտեղ երկու հատ օբյեկտներ են սարքել, այս մեկը բերել է իր պապու նավն է դրել, այս ինչ են սարքել, Աստված իմ, այս ինչ է, հələ մի հատ մոտիկ ասնեմ, ով որ չի տեսել, այս ինչ անճաշակություն է, այս ինչ փտած Այ Աստված իմ, այս ազգը երբ այս վիճակից դուրս գալու, այս ինչ են սարքել ստեղ, Տիտանիկն է, ինչն է, ռեստորանն է, իր ջրերը երևի լցնում է սա Հրազդանի կետը։ Տարիներ առաջ, որ առաջի անգամ երկար բացակայությունից հետո Հայաստան է եկել, հիշում եմ ձորի այն մասերն էր երևի, Հրազդան հյուրանոցի կիրճը, Այդեղ ինչ-որ Մոնտե Քրիստո, արա դե ջումա սիրող ազգ ենք, էլի զորով չի, Մոնտե Քրիստո ռեստորան կար, սենց նստում էիր, ոնց ասեմ, Կիևյանի ոնց որ կամուրջի մի կողմը նստում էիր, ուտելու տեղն էր, բարա հրապարակը կամուրջի մյուս կողմն էր, հանդիպակացնում, մի քիչ չափազանցնում են, բայց այտենց էլի մեծ տարածք էին վերցրել, պարելու տեղ առանձին, զբոսնելու տեղ առանձին, մի ամբողջ բան էին գրավել, հիմա էլ սենց է, դե հայերինը սենց է, ամեն բան պետքա մեծը լինի, երկարը լինի, հաստը լինի, սենց էլի, քյաբաբը պետք 3 մետր լինի, խինկալին պետքա ձմերուկից մեծ լինի, խինկալու մեջ պետքա 10 հատ էլի խինկալի լինեն, նորեն ստորգետնյային գրեիք, բարեկամության ուրեմն մետրոյի գրեիք ստորգետնյա անցումում, նայում եմ ակտոսների ուրեմն ապրավաներն են վաճառում, ուրեմն ապրավաներ կասեցի, որ վրեկները խաչերով, մաչերով, Դոլչա Գաբանա, ես իմ բանտարերը գրած, ամեն բան պետք է ասենց մի քիչ հայկականա գրեիկը, ամենայն դեպս, կամուրջի մասին ենք խոսում, ահա կամուրջի կեսը, այստեղ զուգարան չկա, ճիշտ ասում հնդիկ աշխատողներ են, էժան աշխատաուժ է, հայերը խոպան են, Սյուների էլեկտրականությունն է փոխվում լավ է, այս կողքի ոնց է կոչվում ես ճաղավանդակը ինչ է այս կողքի սրանք է փոխվել, որ Երևանի տկարամիտ վարորդները սենց չխփեն այս պատից են պատը իրանց պաշտպանվեն մի քիչ, սա էլի նույնն է, ստե սարսափելի վիճակը, ինչպես ասեցի նախորդ անգամ, հնաոճ Եվ ասֆալտի որակը դուրս չի գալիս, ոտքերից տակի ասֆալտը սա դուրս չի գալիս։ Հիմա կբացվի, մեր երիտասարդ ընկերը կգա ստեղ ցույց կտա, թե ինչ աշխատանք են արել։
Հետո հետո կանոնենք։ Լավ, հասնեմ ծայրը կամուրջի։ Այս բամբուրների բախտը բերել է, այսօր այդքան էլ շոկոր չի։ Ասենք առանց գլխարկի, առանց արևից վառվելու աշխատում են։ Այ ես չեմ հասկանում, այս լարերը խյաս են սկսած։ Մանավանդ որ մարդիկ են անցնում ստեղից, սրանք հոսանկա զրկված են, չէ, թե ոչ։ Էսի որ խփելա Մարկոսներն են իսկավորում, ուրեմն նշանակում է հոսանկա սրա մեջ, մարդիկ էլ սենց անցնում գրում գարնում են, բաց, փրված։ Այնտեղ հիմնական հնդիկներ են աշխատում։ Հա տակից էլ է ձայն է գալիս, տակից ինչ-որ աշխատանք է ուրեմն կատարվում։ Դուք էլ եք լսում, ներքևից ուրեմն կամրջի տակի հատվածում են աշխատանք անում, դրա համար ընդեղից ինչ-որ ձայներ է գալիս։ Բայց էլեկտրական լարերը ժողով ջան, սենց չպետք է բաց լինի։ Չի երևում ստեղից, բայց տակը աշխատանք է կատարվում։ Դե լավ է, տակից էլ են ուրեմն ինչ-որ վերականգնողական աշխատանք է կատարում, իսկ որակի մասին ինչպես ասացի, խոսենք որոշ շաբաթներ անց։ Հայի ճարտարապետական միտքը նորից մի հատ սուստամ ստեղ տեսնեք ինչ է կառուցվել։ Ես չէի տեսել, դուք տեսած կլինեք, ստեղ ինչ-որ Տիտանիկի նոր մոդելն է, մենք կողտել ուրիշ ռեստորան է, մի հատ խամարի դես է, ուտող խմող ազգ է, այս ազգը Facebook-ը նայում ես հայտի երգչից, երաժիշտից, դերասանից, բոլորի մոտ մենակ սեղանն է, քյաբաբն է, ուտելը, տենաս այս ազգը մի օր կշտանա, այս ազգի, այս ժողովրդի աչքը կշտանա, թե չէ։ Այն վերևից ոտքով գալիս եմ, սա քյաբաբու խորովածա ու հեսա ստեղ էլ նույն խորովածի ծուխը ուտեն, մենակ ուտեն, ուրիշ բան չի տակվում, հա ժողովուրդ, մի որ ձեր աչքը կշտանա, աչքը փորը, ինչ ասեմ, այս օբյեկտների տեղը, այս ռեստորանի տեղը, սկսեք պատկերասրահ կառուցեք, մի հատ թանգարան եմ, հեսա հերթական օբյեկտը արդեն համալիրի հարևանությամբ, այս սուրբ տեղի հարևանությամբ Ծիծեռնակաբերդի այգին, հենա տեղ ինչ-որ էլի Նիագարայի ջրվեժն են սարքել, խորոված, դոմիկներ, լողավազան կա հենա, այս կողքս ես մի հատ մեծ, նորից էլի չես իմանում հյուրանոցա ինչ է, այնտեղ արդեն կամուրջ էլ կա, այս ազգինը։ Ընկել են կոռուպցիային ման գալիս, սա քաղաքը ծերիսեր կոռուպցիա է, Ծառուկյանից էլ երևի 10 անգամ ինչ-որ միտեղ կարող ավելի հարուստ անհայտ մարդիկ, հեսա, ու թուրը որտեղ կտրել է, անդե մի հատ օբյեկտ են սարքե, ու չապսեր էլի, ընկել են Ծառուկյանի հետևից են ընկել են, մի հատ եկեք նայեք ես օբյեկտը բացող ես ինչ գումարով է եսի սարքել, երբ է սարքել, ով է որ քաղաքապետն է թույլատվություն տվել, որ ճարտարապետն է նախագիծը գծել, ինչ գումարներով է այդ մարդ հետի սարքել, գնաց է բանկից վարկա վերցրել, թե ինչ արել, որտեղ այս էս էլիտար շենքերը որ տեսնում եք ժողովուրդ, այսի սա կոռուպցիա է, բայց էսի Նիկոլը չի տենում էլի, որտեղ էսի հիմիկվա իշխանություններն են թույլատվություն տալիս, հələ դե ձեզանից մեկը թողածեց մեր շենք փորձի կառուցել, տեսնեմ մի բնակարան չեք կարա վերանորոգեք, ուր մնացել են շենք, այդ ամեն շենքի հետևը մի հատ գողու ավազակ է էլի կայնած, բա ոչ է գնացել է Chase Manhattan բակից կամ Bank of America-ից վարկա վերցրել, եկե շենք է կառուցում, սաղ էսի քեշ փող է, սաղ, կամ էլ գրզոյի բանկերի միջոցով, գրզոյի նման բանկերի միջոցով, սա էր, ամենայն դեպս կամուրջ անցանք, դուրս գանք, ես էլ ես օբյեկտը, վերջ, ես էլ հերթական պահակի բուտկեն ստեղ նկարել է, ստեղ ես բան չտեսա ճիշտ ասած, ստեղ զուգարան կամ ջուր խմելու ինչ-որ, դե լավ, մնացածն էլ արդեն որակը աշխատանքի կեզգացվի մի որոշ ժամանակ հետո, գնացինք։